Պարոն Արզումանյան, այս փուլում կարծեք թե սահմանի լարվածությունը որոշակիորեն չեզոքացել է, ինչ կարելի է ակնկալել այս երկկողմանի պայմանավորվածությունից, կարող է սա երկարաժամկետ լինել, լավագույն լուծումը այս փուլում որը։ Բանավոր ինչ-որ պայմանավորվածություններ են, մենք նոր ճշտեցինք, որ այո, գիշերը հանդարտ է անցել, խախտումներ չեն եղել, բայց սա չի կարելի անվանել զինադադար, սա ընդհանրապես ռազմական գործողությունների դադարեցում է ժամանակավորապես։ Կարծում եմ նաև նպաստել է այն, որ Կարմիր խաչը միջնորդում է եւ այնտեղ կան բազմաթիվ դիակներ ադրբեջանական, իսկ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը մշտապես առաջնորդում է հումանիտար իրավունքի ստանձնած պարտավորություններով, թույլ են տալիս այդ դիակները տեղահանվեն, ինչպես կլինի կտեսնենք, այս բանը կարևոր է, որ Լեռնային Ղարաբաղի բանակը իր արժեվ դրված խնդիրը լուծել է, կանգնացրել է թշնամուն։ Շամին ունի առաջ խաղացում այս փուլում ինչպես են գնահատում իրավիճակը, պարոն Արզումանյան, խոսք է գնում 3.5 դիրքերի մասին։ Որևէ դիրքային կորուստ ըստ պաշտպանության նախարարության հայտարարությունների եւ ես բան չունեմ, առիթ չունեմ չհավատալու, որևէ դիրքային փոփոխություն չկա։ Պարոն Արզումանյան, եւ մենք այս օրերին ակնկալում ենք Եվրամիության կառույցներից աջակցություն եւ միջամտություն, մինչդեռ ռազմավարական գործընկերը, որով իշխանությունը միշտ պարտացել է, դեռևս մտահոգված է ընդհանրապես եւ նույնիսկ տեսնում ենք Մեդվեդևի այցի հետ կապված ինչ տեղի ունեցավ։ Ես կասեի, որ խորը մտահոգված է եւ բազմիցս արտահայտել է այդ խորը մտահոգությունը, կարծում եմ այդ խորը մտահոգությունը նաեւ կբերի այն խորը գիտակցմանը, որ չի կարելի պատերազմող կողմերից մեկին քո ստրատեգիական բարեկամի հակառակորդին տալ նորագույն ամենահարձակողական զինամթերքը եւ զինատեսակները եւ չհասկանալ, որ դա օգտագործվելու է խաղաղ բնակչության դեմ։ Ցավում եմ, որ այդպիսի իրավիճակ է, բայց կարծում եմ Հայաստանի իշխանությունները հետևություններ կանեն, ինչ որ ավելին մենք միջազգային կառույցներից կամ որևէ մեկից պետք է գիտակցենք, որ ակնկալիք չունենք։ Մենք ակնկալիք ունենք Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակից, Հայաստանի Հանրապետության զինված ուժերից, որոնք փայլուն կատարեցին իրենց արժև դրված խնդիրները։ Եվ աշխարհին ստիպենք նախ հարգեն մեր իրավունքները եւ հաշվի նստեն մեր ազգային շահերի հետ, կարծում եմ դրան մենք կհասնենք։ Պարոն Արզումանյան, հիմա երբ փաստորեն երկկողմ պայմանավորվածությունը տեսնում ենք երկու երկրների գենշտաբերի պետերի մակարդակով, ստացվում է արդյոք, որ Ղարաբաղը մտնում է բանակցող կողմ։ Ղարաբաղը պետք է մտնի բանակցող կողմ որպես, որովհետև սա Ղարաբաղի պատերազմն էր, Հայաստանը ամեն կերպ աջակցում է ամեն ինչով, բայց մարտերը վարում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը, դա գիտակցեց նաև Ադրբեջանը եւ պատահական չէ, որ Ադրբեջանի հորդորները հենց դիմում են Լեռնային Ղարաբաղին։ Ես կարծում եմ բոլոր այդ խոսակցությունները նոր պայմանագրեր ստորագրելու վերաբերյալ սխալ են։ Մենք որևէ բան չունենք ստորագրելու։ Եռակողմ զինադադարի մասին ստորագրվել է դեռևս 1994 թվականին, եթե նոր պայմանագրի անհրաժեշտություն կա, ապա կարծում եմ Հայաստանը դեմ չի լինի, որ Լեռնային Ղարաբաղը եւ Ադրբեջանը զինադադարի մասին պայմանագիր ստորագրեն։ Դա այդ անհրաժեշտությունը Ադրբեջանն է խախտող կողմը, Ադրբեջանը պետք է գիտակցի, որ երբ էլ խախտի զինադադարի պայմանագիրը ստանալու է adekvat պատասխան Լեռնային Ղարաբաղի պաշտպանության ուժերի կողմից, իսկ եթե ուզում է ապագայում բացառել հնարավոր կորուստները, ապա պետք է դիմի Լեռնային Ղարաբաղին նստել եւ համապարփակ զինադադարի պայմանագիր ստորագրել։ Մինսկի խմբի գնահատականները եւ երեկվա հայտարարությունը adekvat էին, պարոն Արզումանյան, ստեղծված իրավիճակում։ Մինսկի խմբի առաքելությունը միջնորդական առաքելություն է եւ այդ առաքելությունը ենթադրում է նաեւ այսպես կոչված անաչառություն։ Չի կարող Մինսկի խումբը կամ Մինսկի խմբի համանախագահողները հանդես գան այս կամ այն կողմին աջակցելու հայտարարությամբ, դա կլինի մանդատի խաթարում։ Այնպես որ ավելին սպասել պետք չի։ Կարևորը որ մտահոգությունը հայտնվել է ողջ Մինսկի խմբի անդամ երկրների կողմից, այդ թվում նաեւ Թուրքիայի, ինչպես գիտենք, եւ երանախագահությունը ստացել է մանդատ գալ եւ քննարկել բանակցությունների վերսկսման հնարավորությունները։ Հայաստանը այս ամենից հետո կշարունակի զենք վաճառել, թե Հայաստանը ինչ որ առումով կփորձի պարտադրել եւ պահանջներ առաջ քաշել Մինսկի խմբի համանախագահող Ռուսաստանի առջեւ։ Կարծում եմ այս կոնսոլիդացիայի ֆոնին եւ այս միահամուռ, աջակցության ֆոնին Հայաստանի իշխանությունները ել ավելի բան կարող են վստահ կարող են հանդես գալ միջազգային ասպարեզում եւ Ռուսաստանի հետ իրենց հարաբերություններով ասելու համար թե ինչպիսի ցասում է
առաջացնում Ռուսաստանի կողմից զենքի մատակարարումը Ադրբեջանին։ Եթե Ռուսաստանը ցանկանում է, որ շարունակվի խորանալ այս մթնոլորտը Հայաստանում եւ հայ հասարակությունը, որը մշտապես եղել է բավականին լավ տրամադրված Ռուսաստանի հանդեպ, սկսի գիտակցել այն վտանգները, որ գալիս են Ռուսաստանին, դա կարծում եմ չի նպաստի հայ-ռուսական դարավոր բարեկամական հարաբերությունների շարունակմանը։